Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, այսօր տաղավարում իմ հյուրը փաստաբան, սրբազանների գործով պաշտպան Արա Զոհրաբյանն է։ Պարոն Զոհրաբյան, շնորհակալ եմ, որ հրավերս ընդունեցիք։ Պարոն Զոհրաբյան, այս ընթացքում աղմկահարույց կալանավորումներ եղան բարձրաստիճան հոգևորականների, որոնք ուշագրավ, իսկ հավատացյալների համար տեղ-տեղ նաև հոգեցունց, կարելի ասել, հանգրվաններով, բայց մեր այսօրվա զրույցը ուզում եմ սկսել այն կետից, որի հետ կապված ձեզ, հատկապես ձեզ են շատ քննադատում ու մեղադրանքների սլաքներ կան, արդեն երևի պատկերացնում եք, որ դրվագի հետ է դա կապված։ Դա կապված է Միքայել Սրբազանի մայրաթոռից հանձնելու, այսպես ասած, որ հանձնել են հենց ասում, այդ դրվագի հետ է կապված։ Պարոն Զոհրաբյան, ձեր հետ կապված կա համոզմունք, որ դուք եք համոզել Միքայել Սրբազանին, որ հանձնվի իրավապահներին, շատ լավ գիտակցելով, որ կալանավորելու են Սրբազանին, չի լինելու արդար դատավճիռ, մինչդեռ դուք կարող էիք չհամոզելով, հակառակը անելով, թողնեիք, որ ժողովրդի ընդվզումը կանխեր հետագա եկեղեցու դեմ արշավը։ Կխնդրեմ ձեր պարզաբանումները։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Տեսեք, իհարկե մասնագիտական գործունեությունս պաշտպանված է ոչ միայն միջազգային պայմանագրերով, այլ նաև մեր սահմանադրությամբ եւ օրենքներով, բայց հաշվի առնելով, որ հարցը զգայուն է, ես այս առումով շատ հանդուրժողական եմ վերաբերում նման քննադատություններին։ Ի սկզբանե հարցը հանձնվել այդ տերմինը օգտագործել արդեն իսկ սխալ է։ Ինչ է նշանակում բոլոր այն մարդիկ, ովքեր ձերբակալվել են կամ կալանավորվել են, իրենք հանձնվել են։ Երկրորդ նախագահ Սամվել Կարապետյանն էլ հայտնի դեմքեր, որոնք փաստորեն իրենց կամքով գնացել են նախաքննություն իրականացնող մարմին։ Դարձյալ պետք է համարել հանձնվել, թե ոչ։ Սա մեկ։ Երկրորդ, տեսեք, այդ դեպքի հետ կապված իհարկե ես բազմաթիվ անգամ նաև հրապարակային խոսել եմ։ Այդ օր առավոտյան, երբ ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչները եկել էին մայրաթոռ եւ երկու հոգի էին դեռ մայրաթոռում, իսկ ոստիկանները ամբողջությամբ Էջմիածին քաղաքում էին լցված, երբ ես ինքս գնացել եմ եւ մասնակցել եմ այդ զրույցին, որ իրենք ուզում էին ձերբակալել։ ՀԱԾ ներկայացուցիչները ցույց էին տվել այդ որոշումը, քննիչի որոշումը, ձերբակալել կալանքի տանելու նպատակով։ Եվ երբ բարձրաստիճան հոգևորականներն ասել են, որ կա քահանայած ժողով եւ պետք է գոնե այդ ժողովից հետո Միքայել Սրբազանը ներկայանա, ասել են ոչ, հենց հիմա մենք պետք է իրեն տանենք։ Այդ ժամանակ ես առիթ եմ ունեցել Միքայել Սրբազանի հետ խորհրդակցել, խոսել որպես փաստաբան։ Եվ Միքայել Սրբազանը ասեց ինչ է սրա հետևանքը, ինչ կարող են անել։ Ես որպես փաստաբան բնականաբար ասել եմ, որ իրենք կարող են այս որոշումը հարկադրաբար կատարել։ Այսինքն կարող են ուժ կիրառել եւ կանեն թե չեն անի, ես ասում եմ չեմ կարող ասել, բայց հաշվի առնելով, որ ոստիկաններով լցված էին ամբողջ Էջմիածին քաղաքը եւ դրան գումարած Միքայել Սրբազանը դիլիջանում էր, ինքը արձակուրդի մեջ էր գտնվում եւ մենք հաշվել ենք, որ եթե ցանկանային իրեն ձերբակալել, կարող են դիլիջանում էլ ձերբակալել առանց աղմուկի եւ եթե եկել են հիմա մայրաթոռ, նշանակում է իրենք հատուկ ուզում են հենց քահանայած ժողովի ժամանակ դա անել, որպեսզի շոու ցույց տան, որպեսզի հատուկ նվաստացման ինչ-որ գործընթաց սկսեն։ Միքայել Սրբազանը ինքը ասեց, ես վախենալու բան չեմ, ես ուզում եմ գնալ։ Դա իր որոշումն էր։ Եվ իր որոշումը հայտնեց նաև ամենայն հայոց կաթողիկոսին։ Այդ ժամանակ, երբ որ քննարկվեց եւ կաթողիկոսն էլ առաջարկեց, ասեց ամեն դեպքում դու քահանաների հետ խոսիր, որովհետեւ քահանաները քո ելույթին են սպասելու, որովհետեւ Միքայել Սրբազանը ինքը համակարգող էր, ասեմ ավելի, ես էլ այդ ժողովում պետք է ելույթ ունենայի քահանաների մոտ։ Այդ ժամանակ, երբ մոտեցավ քահանաներին, քահանաներն ասին մենք չենք ուզում թույլատրել եւ սկսվեց այդ պատմությունները։ Հիմա եթե ես նման խորհուրդ եմ տվել, այո, ես նման խորհուրդ եմ տվել Միքայել Սրբազանին, Միքայել Սրբազանը լսել է, չի լսել դա հարցի երկրորդ կողմին, բայց այո, ես նման խորհուրդ եմ տվել եւ նման խորհուրդ բնականաբար եւ նման կարծիք բնականաբար ցանկացած ժամանակ կտամ։ Որտեւ ես պարտավոր եմ իմ վստահորդին ասել իրավական հետևանքը։ Ինքը պետք է որոշի այդ հետևանքի, այսպես ասեմ, ընտրություն տա թե չտա։
Կարծում եք, որ եթե չհանձնվեր, եկեք այդ բառը ամեն դեպքում օգտագործենք, հա, դա կդիտարկվեր որպես փախուստ։ Տեսեք, հիմա ձեզ մի այսպես ասեմ, ուրեմն դատարանը կալանավորման համար սովորաբար 3 հիմք է նախատեսում։ Մեկը ասում է կխուսափի քննությունից, այսինքն փախուստի կդիմի։ Մյուսը ասում է նոր հանցանք կկատարի, երրորդ հիմքը ասում է կխոչընդոտի քննությանը։ Միքայել Սրբազանի դեպքում այդ փախուստի հիմքը ի սկզբանե չդրվեց։ Միքայել Սրբազանի կալանավորման հիմքում գիտեք ինչն է դրվել, որ իբրև նա նոր հանցանք կգործի եւ դրա փաստական հիմք գիտեք ինչ փաստ է օգտագործվել։ Երբ որ Միքայել Սրբազանը հենց այդ օրը լրագրողների ներկայացում խոսելիս ասեց լավ եմ արել, այդ լրագրողներից մեկը էլի պրովոկացիոն հարց տվեց, ասեց լավ եմ արել, էլի եմ անելու, այդպեսի մի խոսք ասեց, մոտավոր եմ խոսքը վերարտադրում, եւ ուրեմն մենք մինչեւ հասանք քննչական մարմին, այդ տեսագրությունը արդեն կցված էր գործի նյութերին, եւ այդ տեսագրությունը միջնորդության մեջ օգտագործվել էր որպես նոր հանցանք կատարելու ապացույց։ Եվ կալանք հիմքում դրվել էր դա։ Այսինքն, այդ պայմաններում, տեսեք, նայեք, Միքայել Սրբազանին օրինակ ես նաեւ խորհուրդ էի տվել, որ չխոսի լրագրողների հետ այդ թեմայով։ Մենք չգիտենք ինչ է սպասվում էս։ Մոտավոր որոշումից պարզ էր, որ կապված է հրապարակային կոչերի հետ։ Ես խնդրել էի Միքայել Սրբազանին նաեւ որևէ լրագրողի որևէ բան չասի այդ թեմայի շուրջ։ Բայց Միքայել Սրբազանը խոսեց, այսինքն այնպես չի, որ ես ինչ խորհուրդ տալիս եմ, վստահորդը պետք է հալած յուղի պես անվերապակ կատարի։ Այո, ես նման խորհուրդ եմ տվել եւ նման խորհուրդ էլի կտայի, նման կարծիք կհայտնեի իրավական առումով։ Հետո տեսեք, զարգացումներին եթե հետևեիք, ես իհարկե շատ բաներ կա չեմ կարող բացել, որովհետեւ դա հրապարակային դաշտի համար չէ։ Տեսեք, երբ որ քահանաները չթողեցին եւ գործընթացը սկսեց, ոստիկանները եւ ԱԱՑ ծառայողները փորձեցին գրոհել։ Այդ փորձը ձախողվեց։ Ես ասեմ, որ այդ փորձի ձախողման պատճառներից մեկն է, որ ոստիկանության եւ ԱԱՑ-ի ծառայողների մի մասը իրականում իրենք էլ էին բարդույթավորված, իրենց համար էլ էր անսովոր վիճակ եւ իրենք, այսպես ասած, ամբողջ ուժով չէին գրոհում։ Կային մեջները, որ զգում էին իրենք բարեխիղճ չեն, այո, իրենք ամբողջ ուժով, ամբողջ, այսպես ասեմ, դաժանությամբ այդպեսի բան չէին անում։ Դա զգացվում էր։ Իրենք էլ դե ամեն դեպքում քրիստոնյա մարդիկ են, վախ կար մեջները։ Եվ երբ որ այդ գրոհը չստացվեց, տեսեք, իշխանությունը մի բան նահանջեց, հետ քաշվեցին։ Երկրորդ անգամ գրոհից առաջ արդեն իրենք քրեական գործ հարուցեցին նախաքննությանը խոչընդոտելու հիմքով։ Եվ երկրորդ գրոհի ժամանակ ով ուղակի կանգներ դիմացը, նույնիսկ փորձեր ասել ես թույլ չեմ տալիս, եթե հիշում եք ես վերջի դեպքերը Վարդան Ղուկասյանի հետ կապված, նույնիսկ փաստաբանես մեկ ուղակի տեղում էր հայտնվել ձեռքերը վեր պարզած, փաստաբանը հիմա կալանավորված է։ Ռուբեն Մխիթարյան անհասկանալի։ Այսինքն, այն որ իրենք բնականաբար ամեն ինչ կարող էին անել եւ պատահական չէր ընտրվել հենց այդ տեղը, իրենք գիտեին Միքայել Սրբազանի գտնվելու վայրը, չէ՞։ Ինչու Դիլիջանից իրեն առավոտյան Դիլիջանից են եկել Մայրաթոր։ Ինչու Դիլիջանից չէին ձերբակալել։ Ակնհայտ էր իրենք ուզում էին։ Գուցե հերահար նպատակներ են ունեցել, պարոն Զոհրաբյան։ Տեսեք, եկեք ուրիշ կողմից հարցին մոտենանք։ Եթե դուք նման խորհուրդ չեք տալիս, հակառակը պնդում եք, որ ընդդիմացեք, որովհետև ժողովրդի ընդվզումը կար, արդեն բոլորը կոչ էին անում, ասում էին զանգերը հնչեցրեք, ժողովուրդը գալիս է Մայրաթոր, լեփլեցուն էր։ Որպես փաստաբան այդպեսի խորհուրդ պետք է տայի։ Գուցե խորհուրդ չտայիք ընդհանրապես։ Չէ, նայեք, իմ գտնվելու կարգավիճակը եւ նպատակը իրավաբանական օգնություն ցույց տալն էր։ Ես նույնիսկ դրա նախորդ օրը հայտարարություն էի արել, ասել էի, որ երբ որ իմացանք, որ Միքայել Սրբազանի հետ կապված քրեական գործ կա, ես իմ Facebook-յան էջում հայտարարություն արեցի, կոչ արեցի փաստաբաններին, ով կցանկանա այս պաշտպանությանը միանալ, թող միանա։ Եվ առավոտյան շուտ իրենք եկել էին արդեն։ Հիմա տեսեք, որպես փաստաբան, օրինակ, պատկերացրեք, եկեք մի հատ ուրիշ սցենար նայենք, ես ասում եմ Միքայել Սրբազան իրավական հետևանքը իմանալով որ իրենք կարող են ուշ կիրառել, ասում են ոչ մի բաներ չեն կարող անել, դիմադրեք, մի հանձնվեք, ձեր ասած տերմին եմ օգտագործում, եւ հետո եթե մնաք շատ վատ հետևանքներ լիներ, արյուն թափվեր, մարդիկ կալանավորվեին, ինձ այդ ժամանակ նույն այ դուք հարց չեք տալու, այ որպես փաստաբան, ինչու ձեր մասնագիտական պարտականությունների մեջ չմտաք եւ մարդուն ճիշտ խորհուրդ չտվեցիք, չասեցիք որ այ եթե դուք այսպիսի վարքագիծ դրսևորեք, իրենք այս իրավունքը կունեն այն անել։ Հասկանում եք, ես դուք գուցե ծայրահեղացնում եք, կարող էին իհարկե լինել տարբեր սցենարներ, բայց հաշվի առնելով որ դա
ռեկլամնի բան հանդիսացավ, այսպես ասած, անոնս հանդիսացավ, ու եթե հենց այդտեղ կանխվեր ընդհանրապես փորձը եկեղեցու նկատմամբ արշավանքների, գուցե դրան չհաջորդեր Հովանավանքը, գուցե դրան չհաջորդեին հիմա Թալինը, այսպես ասած։ Տեսեք, այդ որոշումը ով է կայացրել։ Եկեք պարզ խոսենք, այդ Բոլորս գիտենք այդ որոշումը որոշումը որտեղից է գալիս, կալանավորվել։ Կալանավորել չէ, Բա։ գնալու քննչական մարմին այդ որոշումը ով է կայացրել, Ռուսիմե։ Միքայել Սրբազանը Միքայել ի վերջո։ Սրբազանը, այսինքն Միքայել Սրբազանն է կայացրել։ Հիմա եթե փաստաբանը նման խորհուրդ է տվել, Ահա։ փաստաբանը խորհուրդ է, ոչ թե խորհուրդ չասեմ, այլ ասել է ինչ կարող է լինել իրավական հետևանքի մասին, ասել է կարող է ուժ կիրառել։ Այո, ես նման խորհուրդ եմ տվել։ Ես բացատրել եմ, ասել եմ նման բան, եւ ասել եմ Սրբազան, դուք եք որոշում կայացնելու, եւ Սրբազանը ասել է, չէ, ես ուզում եմ գնամ, ես վախենալու բան չունեմ, ես գնում եմ։ Ավելին ասեմ, Ինչ էր մնում ձեզնից այլևս, եթե ոչ ասել խնդրեմ դուրը բաց է։ Չէ, ես նման բան չեմ ասել, ավելին, եթե տեսնեք, ուրեմն երբ որ Սրբազանը գնում էր, առաջին անգամ փորձեց գնալ, չստացվեց, որովհետեւ ժողովուրդը չթողեց։ Երկրորդ անգամ, երբ որ Սրբազանը գնաց, ես նույն Սրբազանին հասել եմ քաղաքի արդեն կենտրոնում։ Ես մայրաթոռում էի, Սրբազանը ինքը ոտքով գնում էր։ Եվ ինձ ասեցին Սրբազանը քեզ է կանչում։ Ես այդ ժամանակ նոր կիսավազելով ես գնացի քաղաքի բանում, օղակի մոտ նոր հասել եմ Սրբազանին։ Այսինքն այս իմաստով, տեսեք, որոշում կայացնողը Սրբազանն էր։ Եվ Միքայել Սրբազանը, եթե դուք ճանաչեք, կիմանաք, որ ինքը մեկա չէր ինքը իր ասացի մարդ է։ Ինքը մի բան որոշեց, ինքն է որոշում եւ անում։ Բնական է, իսկ ես մասնագիտական իմ կարգավիճակի մեջից չէի կարող դուրս գալ։ Տեսեք, դուք գիտեք, որ ես նաև ընդդիմադիր հայացքներ ունեմ, այս իշխանությանը չեմ ընդունում, եւ որպես ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդ, ես կարող եմ այլ բան ուզենայի անել, կամ այլ բան ուզենայի լիներ այդտեղ։ Բայց այդ պահին մարդիկ ինձ դիմել են որպես փաստաբան։ Եթե ես բժիշկ լինեի, այդ պահին մարդը իր առողջության հետ կապված հարց տալիս, պարտավոր է ճիշտը պատասխանել։ Ինքը պետք է որոշի։ Հասկացա, այդ դեպքում մի ուրիշ դրվագով, երբ որ Միքայել Սրբազանը, որը գիտենք, պատահական չէր, ոչ միայն հոգևորական էր, այլև այդ պահին միասնական տեխնացուն էր ընդդիմության։ Այդ պահին չէր։ Հետո դա։ Հա, այսինքն որոշվեց, հա, չէ, ասում այն տեղափոխվենք այն դրվագը, որտեղ միասնական տեխնացու որոշվեց առաջադրել, ընդդիմությունը միասնական էր այդ հարցում, եւ դուք քննչական նոր տարվող Միքայել Սրբազանից դատարանի առաջ, քննչականի առաջ դուք բերեցիք գրությունը Միքայել Սրբազանի, որ չեմ ուզում, չէ, տեխնացու լինել։ Ոնց ստացվեց այդ գրությունը, ոնց տվեց, հա։ Տեսեք, երբ որ մենք գնում էինք քննչական մարմին, հետո մեքենայով ես ու Սրբազանն էինք գնում։ Ճանապարհին Սրբազանը ինձ ասեց, որովհետև այդ պահին այնպես չի, այդ խառը ժամանակ դու հնարավորություն ունես Facebook-ին հետևես կամ որևէ բան ես։ Ինձ Սրբազանը ասեց ինչ որ բան է, տեխնացության հետ կապված հարց էին տալիս։ Հետո երբ որ հասանք արդեն քննչական մարմին եւ մենք բարձրացանք քննչական մարմին, քննիչի սենյակ։ Մենք քննիչին ասեցինք դուրս եկեք, մենք առանձնազրույց ունենք։ Մենք Սրբազանի հետ 5 պաշտպաններով մնացել ենք Սրբազանի հետ քննարկելու։ Այդ ժամանակ ասեցին, որ Հովիկ Աղազարյանը առաջարկել է, որպեսզի Սրբազանը լինի ուրեմն վարչապետի տեխնացու։ Տեսեք։ Ու Հովիկ Աղազարյանը, ես չգիտեմ դուք ոնց եք վերաբերվում, բայց ես լավ չեմ վերաբերվում։ Վստահություն չունեմ իր որևէ գործելակերպի վրա։ Տեսեք, եւ այդ բանը քննարկում ենք, Միքայել Սրբազանին մեղադրում էին իշխանությունը զավթելու, կոչեր հնչեցնելու համար։ Եվ զուգահեռ այդ պահին կողքից հարևանությամբ ասում էին, այ վարչապետի մեր տեխնացուն ինքն է։ Եվ դա դուրս է գալիս Հովիկ Աղազարյանից։ Մենք պաշտպաններս ինչ պետք է մտածենք, որ սա կոնկրետ սարքում են Սրբազանի գլխին, որպեսզի եթե Սրբազանը համաձայնվի, ասեն, հա, տեսեք, դուք ուզում եք զավթեք, կոչեք արել, այստեղ էլ դուք տեխնացու եք առաջադրվել։ Մենք այստեղ իրավական վտանգ տեսանք, եւ Սրբազանը այդ քննարկելով քննարկվեց, որ այս պահին Սրբազանը մատ հասկանանք ինչ, որտեվ մենք գիտենք, որ կալանքի են տանելու, բայց ասենք այս պահին եկեք նման հայտարարություն անենք, մինչև տեսնենք ինչ ա լինում։ Այս քամի որտեղից է գալիս, ինչու են սա անում, եւ նման հայտարարության տեքստ եղավ, ընդ որում ես իհարկե բաներ կա շատ չեմ կարող բացել, բայց եկեք բացատրեք էլի, որովհետեւ տեսեք, նույնիսկ տեքստի մեջ ավելի թեթև բառեր էր գրված, Սրբազանը նույնիսկ դա ավելի կոպիտ բառերով փորձեց գրել, ինչ եմ ուզում ասել, Սրբազանը այդ բանը այդպես էր մտածում։ Եվ այդ մտածում էր սարքում են իր գլխին։ Մենք բոլորս ենք այդպես մտածում։ Այո։
որովհետև Հովիկ Աղազարյանից էր մենք ամեն դեպքում այդ պահին որ քննչական մարում Բայց մենակ Հովիկ Աղազարյանի անունը չէր, դա միասնական տեխնացու լինելու բաներ։ Դուք այդ զարգացումներն ասում եք, որովհետև դուք այդ պահին լրատվական դաշտում այդ մարդկանց կարծիքներով այդպես այդ հանված եք եղել։ Իսկ մենք եղել ենք քննիչի մոտ, այդ պահին ձերբակալության process-ներ, խուզարկության process-ներ, այդ պահին մենք դրանով ենք զբաղված եւ միակ բանը որ մենք գիտենք որ Հովիկ Աղազարյանից է դուրս եկել այս գաղափարը, այս առաջարկությունը։ Ինքն ու այն մյուսի անունը իհարկե չեմ հիշում։ Հակոբ Ասլանյան։ Հա, իրենց երկուսից է սա դուրս եկել։ Եվ մենք բնականաբար կարող ենք մտածել, որ այստեղ ինչ-որ նոր սարքելու թեմա է։ Սա մեկ։ Երկրորդ, տեսեք, հետո մենք նույնիսկ այսպես որոշեցինք, որ այդ տեքստը, երբ որ Սրբազանը արդեն թելադրեց եւ պաշտպանեց մեկը գրեց, այդ պահին որ դուրս էինք, որոշեցինք, որ նույնիսկ այդ պահին ենք ուզում հրապարակենք, բայց ասացինք, քանի որ հրապարակենք քննչական մարմինը կասի դու փոխանակ առանձնազրույց ունենաք, եկել եք այստեղ շուտ տեքստեր եք գրում, որոշեցինք, որ երբ որ քննչական գործողությունը կավարտենք, դուրս գալուց նոր տա կհրապարակենք։ Այսինքն այդ պահին դա Այսինքն թուղթ տվեցիք, ինքը գրեց, որոշեցիք մեր մոտ, այո, դա գրվեց, ինքը թելադրեց, մի հատ բան եղավ, այսպես սևագիր եղավ, ինքը գրեց, նշումներ բան արեց, մեր պաշտպաններից մեկը դա խմբագրեց, արտագրեց, մաքրագրեց, մեջների մաքուր լաբոնս գեղեցիկ ձեռագրով։ Այսինքն դա Միքայել Սրբազանի ձեռագրով գրված բան չէր։ Միքայել Սրբազանի նշումներով գրված, չէ, գրվածը պաշտպաններից մեկն էր գրել Միքայել Սրբազանի թելադրությունով։ Եվ երբ որ դուրս եկա ես արդեն, երբ որ դուրս էի գալիս, քննչական մարմնից դուրս գալիս, ես միանգամից այդ տեքստը հրապարակեցի։ Հա, ես հիշում եմ, հրապարակեցի, դուրս եկավ դրա մասն հայտարարեցի։ Սա էր, այսինքն այդ պատմությունը, այդ ինտրիգային ապա կողմնորոշող ինչ որ բան է եղել, այսինքն հասկացա։ Դե այսպես ասեմ, դուք հիմա պատկերացրեք ներսում ինչ պետք է մտածեք, եթե իշխանություն զավթելու կոչի համար մեղադրում են մարդուն եւ զուգահեռ ասում են վարչապետի տեխնացուն ես եւ դա առաջադրողը ՔՊ-ի նախկին падգամավորներն են, որոնք իմ կարծիքով էլի ՔՊ-ի падգամավոր են։ Հա, հասկացա արդեն։ Փաշինյանը Միքայել Սրբազանի հետ կապված խոսելիս այսպիսի բան էր ասել, որ Աջապահյանը եւս մեկ աստվածաշնչյան պատվիրան է խախտել։ Այն է հնազանդություն իշխանություններին, այսինքն օրենքով սահմանված կարգով կայացված որոշումներին։ Մեր աստվածաբան վարչապետը ճիշտ է մեկնաբանում աստվածաշնչյան այս խոսքերը։ Հնազանդություն իշխանություններին։ Տեսեք, հնազանդություն իշխանություններին, այո, աստվածաշնչում նման բան կա, Պողոս Առաքյալն ասել, բայց նա դա նկատի չի ունեցել։ Նա նենգափոխում է։ Նույն հաջողությամբ, տեսեք, Գրիգոր Լուսավորիչը, երբ որ իրեն, ասենք, մեր հայ թագավորը ստիպում էր, որ կուրքին պաշտի, նա հրաժարվեց։ Դա արդյոք հիմա պետք է մեկնաբանենք հնազանդություն խախտել է։ Այո, ոչ, հակա աստվածային եւ ընդհանրապես հակա ազգային, հակա բարոյական կարգերին չի կարելի հնազանդվել եւ մի բան էլ ասեմ, այդ այն իմաստով ասում, որովհետեւ նաեւ այդ խոսքի մեջ կա տրամբանական ուրիշ հատված, որ ասում է այդ իշխանավորը թուրը կապած է, որպեսզի արդարության համար պայքարի, եւ ով որ արդարությունը խախտում է, այս բառերը բառացի չեմ ասում, ով որ խախտում է, նա պատժի։ Այսինքն գնում են կանխավարկածը, որ իշխանությունը արդարության պահապանն է, եւ քաղաքացին կամ քրիստոնյան պետք է իրավահպատակ վարքագիծ ունենա։ Բայց բնականաբար, եթե ամուսինների մեջ ասենք, չէ՞, ասում է տերես, ասում է հնազանդ եմ։ Եթե տղամարդը տեր չի կանում, կինը հնազանդ չի լինում։ Հասկացա, փոխադարձ է, այսպես ասած, այդ հարաբերությունները։ Դա մեջ, այսինքն դա միակողմանի եւ մի մասի սխալ մեկնաբանման արդյունք է։ Եթե ամփոփելու լինենք Միքայել Սրբազանի հետ կապված գործը, Արմինե Մելիքսեթյանի որոշումը, ինչ ելք եք դուք ընդհանրապես տեսնում եւ հետագայում բողոքարկելու արդար դատաքննության ուժով ոնց եք պատկերացնում լուծումը, հա, այս հարցի։ Տեսեք, ինքը ակնհայտ անիմն մեղադրանք է, ակնհայտ անիմն։ Ավելին, իրեն մեղադրում են, ասում են կոչել եք, կոչ է արել։ Բայց կոչ չկա, բոլոր լեզվաբանները ասել են, պարզ տրամաբանություն է։ Կոչը նշանակում է ապագային միտված կամ այդ պահին միտված ինչ-որ մի հրավեր գործողություն կատարելու։ Ընդ որում սահմանադրական դատանը այդ հանցակազմի վերաբերյալ տվել է չափանիշներ եւ ասում է, որ դա պետք է լինի բռնի ուժով գործողություններ պլանավորելու, կատարելու հետ կապված ուղիղ հրավեր։ Միքայել Սրբազանը պատմել է անցյալի մասին պատմություն։ Ասում է, այն ժամանակ այսպեսի բան եմ ասել։ Եվ տեսեք, նա պատմել է, ավելին, դա մի քանի անգամ է պատմել, որից մի անգամը Դանիել Իոնիսյանը հաղորդում է ներկայացել եւ իրենք հանցակազմ չեն տեսել։
գրավորել պատասխանվել։ Այո, եւ դրանից հետո փաստորեն երբ որ այս հակաեկեղեցական շարժումը սկսվեց, արդեն Հանկարծ հայտնաբերեցին, որ Միքայել Սրբազանի այդ խոսքերից կարճեցին ակնհայտ անհիմն մեղադրանքի։ Ավելին ասեմ, բաց այդ խախտումներով գնաց այդ ամբողջ գործընթացը, պարզ բան ասեմ, օրենքը հստակ ասում է, որ պետք է պատշաճ դատարանը գործը քննի եւ այն դատարանը անդատության իմաստով, որտեղ ենթադրաբար այդ հանցանքը կատարվել է։ Միքայել Սրբազանի այդ հարցազրույցը, այսինքն այդ հարցազրույցը չի, նա ուղղակի մարդկանց քննարկմանը մասնակցել եւ կարծիք է ասել։ Դա տեղի ունեցել Գյումրի քաղաքում։ Մենք լրատվամիջոցներից պաշտոնական հարցումներով դա ստացանք, այսինքն դա Շիրակի մարզի դատարանը պետք է քններ։ Հենց մենակ այդտեղից սկսում է մեր խնդիրները։ Էլ որ Կալանքի հարցը քննում է Մասիս Մելքոնյանը, միշտ նույն անձն է, այսպես ասեմ, այս կարևոր գործերով քննում։ Ծերից ծեր ապօրինությունների հետ ենք մենք գործ ունեցել։ Ես վստահ եմ, որ այս գործը ապագա չունի։ Այս գործը ապագա չունի, այո, այս իշխանության գոյության պայմաններում այս գործով բնականաբար մենք դեռևս բռնաճնշումների կենթարկվենք, բայց ես վստահ եմ, որ արդարությունը հաղթելու է այս գործով։ Միքայել Սրբազանին այցելել եք դուք այս ընթացքում առողջական վիճակը ո՞նց է։ Միքայել Սրբազանին մշտապես այցելում ենք։ Գիտեք ինչ, այդ առումով էլ ինքը շատ ամուր մարդ է։ Նույնիսկ առողջությունից որ խոսում ենք, մենք ենք ստիպում իրեն առողջության հետ կապված այդ հարցերը բարձրացնում։ Իրեն հարցում ենք, ասում է ոչ մի տեղից չի ցամ, լավ է։ Բայց ինքը ունի առողջական խնդիրներ։ Մենք հիմա դիմել ենք նաև չեմ ասի ինչ հարցերով, որովհետև իթուլտվությունը չունեմ, բայց վիրահատության անցնելու խնդիր ունեմ։ Մենք հիմա դիմել ենք, որպեսզի այդ վիրահատության ենթարկվի ինքը, այդ հարցով դիմել ենք, դեռևս այդ մարմինները այսպես բյուրոկրատական թղթաբանական քաշքշուկների մեջ ենք, հուսանք մոտ ժամանակներս այդ հարցը կլուծենք։ Մի կարևոր բան էլ տեղի ունեցավ, որը Սրբազանի դեպ խոսում ենք, ասում ենք գոնե մի լավ բան եղավ, ԱԱԾ-ի, ասենք, այդ քրեակատական հիմնարկում ամեն Կիրակի պատարակա տեղ ունենում։ Ինքն է կազմակերպում։ Չէ, հոգևորականն է, բայց ինքը եւ Բագրատ Սրբազանը մասնակցում են այդ պատարակներին, ասում են գոնե այդ շենքում ինչքան մեղքերագործվել այդ շենքում, չէ, գոնե ամեն Կիրակի պատարակա լինում, դրանով երևի թե մաքրվում է այդ շենքի այդ մեղքերի ծուխը։ Պարոն Զոհրաբյան, կաթողիկոսի եղբոր հետ կապված նախ Հարություն Մկրտչյանը հաղորդում էր տվել, որ իրենց քարոզարշավը խոչընդոտել են, հետո ոնց եկավ վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ Եզրաս arczepiskopos-ը KGB-ի գործակալ է։ Հիմա մի հատ կբացատրեք, այս ոնց եկան հասան այդ կետին, ու ինչ են ուզում դրանով հասնել։ Տեսեք, մինչև ձեր հարցին պատասխան մի հատ փոքրիկ անոս անեմ, էլի։ Մեր ժողովրդին մոլորության մի քանի թեզեր են իրենք նետում դաշտ։ Ինչ են անում։ Իբրև ցույց են տալիս իրենք պայքարում են կաթողիկոսի եւ վատ հոգեվորականների դեմ։ Այո, ասում են եկեղեցու դեմ չեն պայքարում։ Բայց հիմա ուզում եմ հիշեցնեմ մեր ժողովրդին, որ 2018-19 թվականները երբ իրենք լավ հարաբերություն ունեն կաթողիկոսի հետ, չէ՞։ Սելֆիներ էին անում, հա։ Այո։ Այդ ժամանակ էլ հայ եկեղեցու պատմության առարկանային ուզում հանային, եկեղեցուն ուզում էին բերել իրենց ասելով հարկային դաշտ, այսինքն հարկային արտոնությունները, որոնք նաև կրոնական մյուս կազմակերպությունների համար լինեն, ուզում էին վերացնել եկեղեցու դեպքում։ Նույն Բարձրաստիճան հոգեորականի հասցեին վատ խոսքեր էին ասում, ավազանի անուններով էին դիմում վիրավորական։ Ուրեմն դա նշանակում էր, ապացուցում էր, որ իրականում խնդիրը կաթողիկոսի անձը չէ։ Խնդիրը հայ առաքելական Սուրբ եկեղեցին է։ Թիրախում եկեղեցու ինքնակառավարման համակարգն է։ Ինչու եկեղեցին եւ ինչու են իրենք անձերով այսպես գալիս, որովհետեւ տեսեք, եկեղեցին ազգային ինքնության պահապանն է։ Այո։ Եվ նաեւ մեր հիշողության պահապանը, որը մեզ ցույց է տալիս, որ մենք ժամանակին թուրքերից լուրջ վնասներ ենք կրել, զոհեր ենք ունեցել, ցեղասպանության ենք ենթարկվել եւ դա չենք մոռանում։ Այդ կրակը, այդ հիշողությունը, պատմական հիշողությունը եկեղեցին է պահում։ Եվ պատահական չի, որ հիմա իրենք եկեղեցուն այս հայ-թուրքական այս սիրախաղերի մեջ խոչընդոտ են համարում։ Պատահական չի նաև, որ շարքային հոգևորականներ են հիմա տուժում, մտնում են տնից աղաբեկումով, փորձում են բերման ենթարկել եւ այլն։ Կիրակի օրով կանրադառնանք։ Սա ցույց է տալիս, որ խնդիրը եկեղեցու դեմ է։ Սա առաջի պնդումը ուզում եմ անել։ Երկրորդ պնդում։ Իշխանությունը, պետությունը իրավունք չունի խառնվել եկեղեցու ներքին գործերին։ Դա միջազգային ստանդարտ է։ Իրավունք չունի որոշելու կաթողիկոսին փոխելու հարցը։ Դա իր գործը չի։ Սա երկրորդ պնդումը։ Երրորդ պնդումը։ Եկեղեցին մաքրելու հայտ ներկայացրած Նիկոլ Փաշինյանը այդ բարի հովիվը չի։
նա իր օրինակով ցույց է տվել, որ ինքը ոչ եկեղեցական օրենքն է արգում, երբ որ իր կյանքի ամենակարևոր իրադարձությունը ամուսնությունը եկեղեցով չի արել։ Եվ նաև ԶԱԳՍ-ով չի ամուսնացել, ժողովրդի լեզվով ասած։ Այո, իր երկրի օրենքներն էլ չի հարգել։ Իր կարևոր իրադարձությունը կյանքի։ Հիմա ինքը, տեսեք, եկել է եւ հիմա խոսում է եկեղեցին մաքրելուց։ Իմ համար դա ազնիվ խաղ չի։ Եվ դրա ամենակարևոր մեկ փաստարկել։ Ինքը, եթե այդ հարցին հասներ, օրինակ պատկերացրեք պաշտպանության ոլորտը մաքրեր, կարգավորեր, մենք անվտանգ երկրում ապրենք, առողջապահության ոլորտը, կենսաթոշակային ոլորտը, վերջը կրթության ոլորտը, դրանք լրիվ մաքրեր, կարգավորեր, ասեր Ժորժ ջան, այս կարգավորեցինք, դուք անվտանգ եք։ Հիմա ասում են ձեր հոգևոր կյանքին։ Հիմա մտնում ենք հոգևոր դաշտ։ Բայց տեսեք, այդ ոլորտները ձախողված է, այդ ձախողված մարդը, որը լրիվ ձախողել է, հիմա ասում է, չէ, ուզում եմ ասեմ ձեր հոգևոր դաշտին։ Իհարկե, եկեղեցում եւ ցանկացած ոլորտում, որտեղ մարդը գործում է, չի կարող խնդիրներ չլինել։ Բայց դա դարձնել պետական, քարոզչական, ոնց ասեմ, թիրախ ու խփել այնտեղ, որտեղ որ սրբության սրբոցն է եւ դրա արդյունքում խաղալ մարդկանց հոգևոր զգացմունքների հետ, դա շատ սարսափելի բան է, որի պատասխանը մենք հետո ստանալու ենք, դրա պատասխանը հատուցելու ենք։ Բայց չէ, ինքը որոշել է, որ մեր երկիրը կաթողիկոս չունի։ Ինքը ասաց վերջին ճեպազրույցներից մեկում, ասաց մեր երկիրը կաթողիկոս չունի։ Վեապարի մի եղբորը փաստորեն Գևորգ Ներսիսյանին, գիտեք ինչ, այդ տեսագրությունը լավ է, որ ունենք։ Տեսագրությունով մեջ երևում է, որ եղբոր որդին Համբարձում Ներսիսյանը իր տան դարպասի դիմաց կանոնած է։ Մոտենում է այդ տարեց մարդը, որը ակտիվիստ է այդ անձի կուսակցությունում, հավանաբար, եւ մոտենում է, խոսում է դա, առաջարկում է, ասում է ում եք ընտրելու, ասում է ինչ, ես չեմ խառնվում ընտրություններին։ Ինչ ընտրություն, ասում է քաղաքի ընտրություն, ասում է չեմ խառնվում, ասում է 16:00-ին գալու է մի լավ տեխնացու, առաջարկում գաք իրան լսեք, ասում է որ տեխնացուն է, այդ անունն է տալիս այդ մարդու, ասում է ես իր մասին լավ կարծիք չունեմ։ Ու ասում է ինչի չունես, եւ ասում է ես չեմ ուզում, ինձ հետո ուզում եմ մտնի բակ, ասում է մի քիչ եկեք առաջանանք ենքում, տան դարպասի մոտից չեռու է ուղեկցում ու փորձում է համոզել, բայց եթե հարց ունես, արի 16:00-ին իրեն հարցեր կուզ, ասում է եղբայր չեմ ուզում։ Չեմ, այդ պահին մոտենում է հայրը մեքենայով, գալիս է հայրը, իջնում է, դե տեսնում է որդին անծանոթ մարդու հետ է խոսում, մոտում է, փորձում է հարցնել ինչ է եղել, հայ տղան ասում է հետո կպատմեմ։ Տուն գնա, ես վերջը, այս մարդու հետ այդպես էլի զրույց են անում, տեսագրությունում երևում է եւ հետո բաժանվում են խաղաղ։ Հիմա այդ մեկ մարդու ցուցմունքի իման վրա, դե իրենք չեն իմանում, որ տեսագրություն կար։ Ուրեմն ծանր մեղադրանք են ներկայացել հոր եւ որդու, որ իբրև խոչընդոտել են նախընտրական քարոզչությանը։ Ընդ որում տեսեք, օրը ցերեկով նման կերպ մարդուն մեղադրանք առաջադրեն եւ կալանավորեն, հոր եւ որդուն կալանավորեն։ Եվ ավելին ես նույնիսկ այդ քննության ժամանակ դատականիստում էլ հարց էի տալիս քննիչին էլ, նաև ռետորական հարց դատավորին, ասում է լավ, դուք եթե այսպեսի ստանդարտ սահմանեք, մեկ մարդու ցուցմունքի իման վրա նման ծանր մեղադրանքով մարդուն մեղադրանք ներկայացեք եւ տանեք կալանքի, ասեն ո՞նց եք պաշտպանվելու, վաղ եթե մի հատ մեղադրել, ասի ինձանից կաշառք եք ուզել։ Պահանջել, տարեք կալանավորեք, հետո կպարզենք, կաշառք ստանալ, պահանջել էլ համարում, ասեմ ինչ եք անելու։ Արդյոք այդ մեկ անձի ցուցմունքով գնալու եք դատապարտեք։ Մեկ մարդ է կարող վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասով բան ասի։ Եվ ինչ դուք տանելու եք կալանավորեք, հետո պարզեք եղել է, չէ՞ այլ։ Այն դեպքում, երբ որ մենք ունենք տեսագրություն, իրենք տեսագրություններ չեն ներկայացել դատարանին, մեզ թվաց տեսագրությունը, երբ որ իրենք տեսնեն, հետազոտեն, ել էս հարցը կհասկանա, որ ապագա չկա այս հարցը։ Բայց չէ, եկեք տեսեք, իրենք շարունակել են։ Նոր է սկսում կինոն, արդեն տեղափոխել են KGB-ի ոլորտ, այսինքն վարկաբեկման խնդիր են լուծում, ոնց հասկանում եմ։ Գիտեք ինչ քննություններ են հիմա անում, անկեղծ ասած, պարադոքսալ, ինչ բամբասանք դուք լսել եք, չգիտեմ, երևի մարդ են ուտում, երեխաներ են ուտում, ինչ որ աբսուրդային բան է, սա կեմ ինչ չափազանցված եմ ասում, բայց այնպեսի աբսուրդային բամբասանքներ են հիմա լուրջ դեմքով քննություն են անում։ Բոլորը Եզրաս arczepiskopos-ի հետ կապված։ Ոչ միայն Եզրաս arczepiskopos, եկեղեցականների հետ կապված։ Լսել են օրինակ, չգիտեմ, նույնիսկ գիտեք ինչ։ Սեռական ոտնձգությունից սկսած տղաների հետ կապված։ Օրինակ նախորդ կաթողիկոսին սպանել։ Մարդը հիվանդությունից մահացել է, ինչ որ մեկը բամբասանք է գրել, իրենք այդ վարկածնել են նայում։ Հասկանում եք,
պարադոքսալ բանի հետ գործ ունենք եւ խնդիրը գիտեք ինչու՞մն է կանում։ Ես ուղղակի ցավում եմ, որ մենք այս վիճակում ենք հայտնվել, բայց այն պաշտոնատար անձիկ, քննիչներ, դատախազներ, դատավորներ, ովքեր որ այս անօրինական գործընթացի մեջ են ներգրավել եւ գործիք են դարձել, իրենք բոլորը պատասխան են տալու, որտեւ իրենք այս համակարգերը քանդում են ուղղակի։ Դե դուք դեռ իրավական մասից եք խոսում, բայց երբ որ քաղաքական ռակուրսով ես նայում այս ամեն ինչին, իշխանական падգամավորները, օրինակ, այսպես գտել էին Պուտինի պարգևատրման այդ հատվածը ու ասում են, ահա, տեսեք, հիմք էին էլի տեսել այդ գործակալ լինելու հետ կապված։ Ասենք քաղաքական առումով ընդհանրապես խնդրահարույց չի այդ մասը կապել KGB-ի գործակալ լինելու հետ։ Դե ես էլ լսեցի, որ Նիկոլ Փաշինյանը նման արտահայտություն անում, ես իհարկե չգիտեմ Եզրասրբազանը ինչ դիրքորոշում կհայտնի այդ առումով, որովհետև որքանով հասկացա, մինչև այս իրենք փորձել են արամարանքի մեթոդով, որովհետև այդ բամբասանքների հետևից պայքարելն էլ է անիմաստ դառնում, ես չգիտեմ։ Բայց դրանք արմատավորվում են։ Մեկ ասում են, լռությունը համաձայնության նշան է, եթե լռում են, ուրեմն ընդունում են։ Դե իրենց մասն էլ շատ բաներ են ասում։ Հիմա վերջը դա իրենց որոշն է, իհարկե Եզրասրբազան ինքը կորոշի ինչպես իր իրանքները պաշտպանի։ Անդրադառնանք Հնչականի ղեկավարի, Հնչական կոմիտեի ղեկավարի ազգային ժողովի հայտարարություններին, չգիտեմ, հետևել եք թե չէ, հարց ու պատասխանին հատկապես։ Որոշ բաներ կարդացել եմ, բայց չեմ հետևել։ Հնչական կոմիտեի ղեկավարը եկավ, տեղ-տեղ հունից դուրս եկավ, այսպես բարկացավ, ասաց հոգևորականը իրավունք չունի, սուտ խոսալ մարդը պիտի սուտ չխոսա, առավել եւս հոգևորականը, ու ես կուզեմ որպես փաստաբան, իրավաբան, այս մասի դուք ձեր տեսակետը հայտնեք գյուլելու հետ կապված, պատերի տակ գյուլելու։ Հիմա ասում են, որ կծմծած է տեսագրությունը Բագրատ Սրբազանի գործի հետ կապված, գյուլել բառը այլ կոնտեքստում ասվում, Քնչականի ղեկավարն ասում է, հա բայց լսել եք, ասելա չէ գյուլել։ Դատարանը թող պարզի, հիմա այդ գյուլելու հետ էր թե այն մյուս գյուլելու։ Ոնց կարող է Քնչական կոմիտեի ղեկավարը կոնտեքստ ասվածը անտեսել, հաշվի չառնել, ու ասենք ես տանը, եթե ինչ որ ֆիլմ նայեմ, որը քննարկելիս գյուլել ասեմ, բերեն կապեն ինչ որ ահաբեկչական գործողությունների հետ։ Տեսեք, ես իհարկե Բագրատ Սրբազանի գործի նյութերին ծանոթ չեմ, Գիտեմ, բայց նույնիսկ իրենց սցենարով, եթե գնանք իշխանական սցենարով, դա չի կարող ահաբեկչություն լինել։ Այդ դեպքում մարտի 1-ի գլխավոր ահաբեկիչը կլիներ Նիկոլ Փաշինյանը։ Որտեվ, այսինքն մարտի 1-ին ինչ որ տեղեր ունենում, դա էլ էր ահաբեկչություն։ Երբ որ ասում են հոգիս փառավորվում է ոստիկանների ջարդված մեկ, այսինքն այդտեղ ռեալ մենք նաև փաստեր ու հետևանքներ տեսանք։ Այն ժամանակվա իշխանությունը այդքան ֆանտազիա չուներ, որ ահաբեկչության հոդվածով իրենց բոլորին դատապարտեր։ Դա էլ նույն ահաբեկչությունը կներ։ Այսինքն ահաբեկչություն այստեղ չկա, չի կարող լինել։ Դա ակնհայտ երևում է, եւ ակնհայտ երևում է, որ այսօր ցավալի է, բայց իշխանությունը փորձում է այսպես փոքրիկ այս գործերի վրա նման մեծ բան ցույց տալ, որպեսզի միջազգային հանրությանը դրա մասին, այսպես ասեմ, փորձի պաշտպանություն զրկել եկեղեցուն եւ եկեղեցականներին, ցավալի է դա, եւ գիտեք, այստեղ մի կարևոր բան կա։ Իրենք Բագրատ Սրբազանին փորձում են ներկայացնել, որ իբրև Բագրատ Սրբազանը, որ գործել է, քաղաքական գործընթացի մեջ է ներգրավել, դա պարզ գիտենք, այո, բայց իրենք ուզում են դա ցույց տալ, որ դա եկեղեցին է մեջքին կանգնած Բագրատ Սրբազան, այնիշ դա այդպես չէ։ Եկեղեցին սկզբնական հատվածում միայն բանի հարցով է եղել Բագրատ Սրբազանի հետ համակարծիք, խոսքը Տավուշի մեր սահմանների հետ կապված այդ հարցով, որը ժողովրդական պահանջի հարցեր, բայց արդեն հրաժարականի թեկնածուի այդ հարցերով եկեղեցին չի խառնվել եւ պատահական չէր նաեւ, որ Բագրատ Սրբազանի Տավուշի թեմի իր առաջնորդի լիազորությունները կասեցվեցին, հարկախվեցին, դա էլ պատահական չէր, այսինքն եկեղեցին դրանով ցույց տվեց, որ ինքը այդ քաղաքական պաշտոն ստանձնելու այդ հարցերի մեջ չի խառնվում։ Բայց դա էլ է մատնացույցանում կներեք, պարոն Զոհրաբյան, ասում են սառեցրեց եկեղեցին իր ծառայությունը, այսպես ասած, բայց ոչ թե կարգալույծ արեց Բագրատ Սրբազանին, իսկ տեսեք, մեր Տեր Արամին, Տեր Տարոնին, չգիտեմ, իրենց աջակից քահանաներին միանգամից կարգալույծ է անում։
Սրանով են տեսնում։ Չէ, բայց կարգալուց անելու նրանց պատճառները ուրիշ են, Իհարկե, այսինքն համեմատելու այո, բաներ չեն։ դա խնդիր չէ եւ Այսինքն այնտեղ կոնկրետ եկեղեցական կանոններին է խախտել եւ այլն, իսկ Բաղդադ այստեղ Սրբազանը իրեն թույլ չի տվել օրինակ նույն եկեղեցական կանոնների դեմ նման անհնազանդություն ցույց տալ, նման բան չի արել եւ իշխանությունն էլ տեսեք ինչ էր անում։ Եթե քրեական գործեր կան, որ հաճախ իշխանության, այսպես ասեմ, ուղղորդումը դժվար է լինում ապացուցել, որովհետեւ ծածուկ են անում, տակից են անում, այսպես ասած։ Այս գործերով, սրբազանների հետ կապված գործերով Նիկոլ Փաշինյանը ինքն էր ապահովում այդ PR ուղեկցումը։ Ինքը գրում էր, ձայնագրությունը գրում էր, հետո հղում էր անում կաթողիկոսին կամ մայրաթորին եւ մի կարեւոր բան էլ ասեմ, նայեք հաճախ ինքն էլ Նիկոլ Փաշինյանն էլ իբրև ավազանի անուն է տալիս Վեհափար Հայրապետի, բայց Վեհափար Հայրապետի անունը, անձնագրով անունը Գարեգին B է։ Կտրիչ Ներսիսյան չի։ Գարեգին B Ներսիսյան։ Կտրիչ Ներսիսյան ինչի են այդ դեպքում ասում։ Դե հասկանում եք, Ծննդյան վկայականի անունն է։ Այսինքն փոխվել է հետո։ Այո, անունը փոխել է, այսինքն պաշտոնապես Հա։ Վեհափար Հայրապետի ավազանի անունը հիմա Կտրիչ Ներսիսյան չէ, Գարեգին B Ներսիսյանը։ Ու իրենք դա լավ գիտեն։ Այսինքն նույնիսկ այս պայմաններում են իրենք դիտավորյալ նման անունը օգտագործում, իբրև ցույց տալով նայեք ինչ են անում։ Հիմա պարզ Որու շարքային քաղաքացի։ Կտրիչ Ներսիսյան ասել Գարեգին B չեն վիրավորում, Ներսիսյան։ բայց ուզում են ցույց տան, որ հոգևոր ձեր հեղինակություն չեն ընդունում։ Ահա։ Սա են փորձում անել։ Եվ տեսեք, հիմա իշխանավորը, նույն Նիկոլ Փաշինյանը, ինքը ասում է կաթողիկոս չունի Հայաստանը, չէ՞, հայ առաքելական սուբյեկտ է, բայց նա ինքը չի որոշողը, որովհետև շատ հայրենակիցներ, ես վստահ եմ մեծամասնություն համարում են մենք վարչապետ չունենք։ Հա։ Բայց ինքը Բայց արի ու տես, որ փաստացիորեն հայ այդ պաշտոնը զբաղեցնում է։ Եվ ընդ որում Վեհափար Հայրապետի պաշտոնի լիազորությունների դադարեցման հարցը հաստատ իշխանությունը չի կարող նման որոշում ընդունել։ Կա ազգային եկեղեցական ժողով եւ ժողովը միայն նման իրավասություն ունի եւ վերջ։ Պարոն Զոհրաբյան, Արագածոտնի թեմին անդրադառնանք, ինչ արեցին իրավապահ մարմինները։ Ես այդ օրը այնտեղ էի, թե ոնց են առաջնորդարանը մտնում Մկրտիչ Սրբազանի ձերբակալությունից հետո մտել դիմակավորված անձինք, սենց խուզարկություններ են անում, հետո ջրի երես հանեցին այդ արծաթե ձուլակտոր, դոլարները, եվրոները, անգամ բաները, ԿՊԱ-կանները այսպես կլոր նշանի մեջ էին վերցրել $2 եւ այդտեղ ինչ որ նախապաշարմունք էին տեսնում, ինչ որ բան, սնոտի ապաշտություն էին տեսնում այդտեղ, բայց այս պատմության մեջ ամենաբան դրվագներից, որ Կիրակի օրով անգամ 20-21 կարծեմ հոգևորականների միանգամից կանչում են հարցաքննության, ու երբ ազգային ժողովում քննչականի ղեկավարին падգամավորները հարց են տալիս, ասում են Կիրակի օրով մարդուն են Տեր Վրդանես Բաղալյանին էր կարծեմ, որին գիշերազգեստով էին անգամ այսպես բան արել, ասել չէ, պիտի գաս եւ այլն, ասում են լավ, դրա հրատապությունը որն էր, ինչի Կիրակի օրով, բան քննչականի ղեկավարն ասում է, դե մեր քննիչը նախ ինքն է որոշում հարցաքննության ժամը տեղը, հետո դե մեր քննիչն է, մեր գործը այդպեսին է, մենք Կիրակի օրով աշխատում ենք։ Հիմա դուք կասեք ձեր փորձից ելնելով, շատ հաճախ է լինում, որ քննիչները այսպես բոլորը սենց միաբերան, սենց որոշեցին, որ այդքան մարդու պիտի կանչեն հարցաքննության Կիրակի օրով։ Տեսեք, նախ եւ առաջ այստեղ չմոռանանք, որ խոսքը վկայի հարցաքննության մասին է, ոչ թե օրինակ մեկին հանցագործության ժամանակ բռնել էին եւ շաբաթ օրով էր հանցագործությունը կատարել, Կիրակի օրով պետք է հարցաքննեին, տանեն կալանքի, նման հրատապություն կար։ Խոսքը վերաբերում էր վկաներին։ 1. Երկրորդ, դա փաստում է, ապացուցում է քննչական մարմինը, քննչական կոմիտեն այսօր իշխանության ձեռքը դարձել է քաղաքական օրակարգի սպասարկող։ Ինչու՞։ Մեկ քննիչը, քննչական խմբի ղեկավարը Նազելի Սարգսյանը, այդ տիկինը, ինքն էր բոլորին հրավիրել։ Բոլորին նույն ժամին հրավիրել էր, Կիրակի օրով ժամը առավոտյան 9:00։ Եվ գիտեք ինչն է պարադոքսալ պահը։ Մինչև այսօր որևէ մեկին չեն կանչել հարցաքննության։ Այսինքն եթե նման հրատապություն կարևորություն չի եղել հայ։ 26-ին հոկտեմբերի, մենք այսօր նոյեմբերի 7-ն է։ Այսինքն այսքան օրվա ընթացքում 11 օր է անցել, 11-12 օր է անցել արդեն։ Այսինքն այդ հրատապությունը կորավ, ինչու՞ համար եք կանչել այդքան քահանայի որպես վկա լսելու։ Ընդ որում իրանք հարցաքննված վկաներ էին։ Ինչու եք լրացուցիչ կանչել, նշանակում է ինչ որ հրատապ բան կար, բայց ինչու՞ մինչև մա չեք կանչել։ Սա խոսում է մի բանի մասին, որ այստեղ ուրիշ նպատակ կար, որն էր այդ նպատակը։ Տեսեք,
Իրենք կանևոր գիտեին, որ Ստեփան Ասատրյանը պետք է պատարակը մատուցեր։ Հովանավանքում։ Այո, Հովանավանքում։ Եվ իրավասու քահանան կարող էր գնալ ասել ես եմ մատուցելու, որպեսզի այդ քահանային կարողանային իրավաբանորեն մեկուսացնել, այսինքն պատկացեք, որ քահանան գնար, ասլեն մի վարքյան, այ դուք բերման պետք է ենթարկեք, որովհետև դուք ժամը 9:00-ին պետք է լինեք քննչական մարմնի մոտ։ Սա իրավական հիմք էին ստեղծել, որպեսզի քահանային տանեին։ Եվ երկու քահանայի նման փոց եղավ, երկու քահանայի նկատմամբ, մի քահանային էլ Տեր Փարենը, երբ որ Սամոսավանքի ուղղությամբ էր գնում, եւ դա նույն ուղղության վրա է, իրենք կանգնեցրել են եւ այդ ձայնագրությունը ես հրապարակել եմ իմ Facebook-յան էջում, այո, ոնց է Տեր Փարենը, այսպես ասած, կռիվ տալի, որ գնա իր պատարակը մատուցի։ Ասում էր, եղբայր, ես գնում եմ Քրիստոսի այրունը եւ մարմինը մատուցեմ հավատացյալներին, եւ վերջում ոստիկանը, որ մինչեւ այդ ասում էր, բառացի ասում էր 100% գնալու ենք, ուրիշ տարբերակ չկա, հենց ոստիկանը երբ որ լսեց, որ Հովանավանք չի գնում, ընդ որում ես էի խոսում այդ հեռախոսով, եւ որ լսեց, այդ 100%-ը փոխվեց միանգամից։ Եվ Տեր Փարենը գնաց, ընդ որում իրեն նաեւ ուղեկցել են, իր հետևից ոստիկանները գնացել են համոզվելու, որ արդյոք գնում է Սամոսով։ Էլի, հա։ Բայց դրանից հետո քաղաքական զուտ խնդիր է։ Այո, Հայր Սուրբը, որը նշանակված էր Հայր Շնորհքը, որը ով նշանակված էր նաև վարչական խորհրդի ատենապետ, այսինքն ինքն է ժամանակավոր պաշտոնակատարը Սրբազանի, Հայր Սուրբը պետք է գնար, բնականաբար Հայր Սուրբը չկար իրանց ցուցակների մեջ։ Եվ երբ որ Հայր Սուրբը ես ինքս էլ էի ուղեկցում իրավական մասով, մեզ արդեն չթողեցին մենք մտնենք գյուղ, մեքենան ուղակի կանգնեցրեցին, չթողեցին, մենք ոտքով երբ որ հասանք արդեն մեզ մոտեցան ուրեմն մարդիկ, ինձ մոտեցավ ոստիկանապետի տեղակալը եւ էլի ոստիկաններ, այստեղ շատ հետաքրքիր պահ կա, որը կարեւոր է, տեսեք, ապացույց, որ հենց ոստիկաններն են ղեկավարել այդ ամբողջ գործընթացը։ Ոստիկանը եւ ոստիկանապետի տեղակալը երբ տեսնում է, որ տեսագրում է մեր գործընկերներից մեկը, ինձ առաջարկում է առանձին խոսել։ Մենք առանձնանում ենք, խոսում ենք, այդ ընթացքում տեսա խցիկի այդ կադրերի մեջ են հայտնվում, ուրեմն այդ երկու հոգի այդ իբրև գյուղի բնակիչներ, հա, մոտենում են եւ Հայր Սուրբի հետ արդեն ուզում են վիճաբանություն սկսել։ Այդ պահին ոստիկանության աշխատակիցները մոտենում են, ասում են դեռ ժամանակը չի։ Եվ թևից բռնում հետ են քաշում։ Իրենք երկուսն էլ խելոք ենթարկվում են եւ գնում են այն կողմ։ Հա։ Մինչեւ որտեվ այդ բան ես բանակցում եմ ոստիկանապետի տեղակալի հետ, կարող է ինչ որ համաձայնության են գալիս։ Երբ որ համաձայնության չեն գալիս, նոր ասում, այդ մարդիկ մեկնարկ այսպես ասած կոճակը սեղմում են, այդ մարդիկ գալիս են ու սկսում է այս վեճ։ կռիվը։ Մի քիչ եթե կոպիտ ասեմ, ֆաս հրամանով կարելի է ասել, հարձակում են գործում հոգևորականի վրա, զուտ մատը ճտցնում են եւ հարձակում։ Դե մեր ազատ տեղաշարժվելու իրավունքը խոչընդոտվեց, ծես կատարելու իրավունքը խոչընդոտվեց եւ այստեղ մի կարեւոր բան էլ կա, տեսեք։ Հոգևոր իմաստով երբ որ քահանան չի իրավասություն ունեցող, օցիալ քահանան չի վարում պատարակը, չի պատարակում։ Այդտեղ արդեն պատարակ չկա եւ հացն ու գինին չեն փոխարինվում Քրիստոսի մարմնին եւ արյանը։ Եվ ով այդ չհաղորդությունը ստանում է, ինքը ընկնում է նզովքի տակ։ Այսինքն Փաշինյանը ընկել է նզովքի տակ։ Ավելին ասեմ, Փաշինյանը երբ որ հաջորդ կիրակել կանչեց իր ժողովրդին, ով որ չէր ընկել այդ նզովքի տակ։ Մնացածն է բերեց, բոլորին անցկացրեց։ Ով նախորդ այդ առաջին անգամ խուսափել էին ամենը մի պատրվակով, երկրորդ անգամ ասեց չէ, բոլորս միասին այս նզովքի բաժակը խմելու ենք։ Հիմա տեսեք, եկեղեցին ոչ մեկ պիտի անպատիժ չմնա։ Այո, Հովանավանքի օրինակ եկեղեցին ինքը պետք է սրբագործվի, նոր աշխատի, որտեվ խորանը համարում է պղծված։ Այսինքն հիմա նույնիսկ եկեղեցական ծես կատարելը այդ եկեղեցում վտանգված է հոգևոր իմաստով։ Մայրաթորնել էր այդ։ Եվ գիտեք ինչն է հետաքրքիր, Նիկոլ Փաշինյանի շրջապատը իր իշխանավորները մեծ մասը աթեիստ հակաեկեղեցական կեցվածք ունեն։ Նույն Արայիկ Հարությունյանը չէ, ծաղրում էր, մեր աղոթել նոր է եկել, աղոթ չառաջարկել։ Այո, կան։ Եվ տեսեք, լուսանկարները նաև դրա։ Նաև եկեղեցում գտնվող մարդկանց կեցվածքից էլ է երևում իրենք ընդհանրապես իրական սրտով եկել, թե շոուի մասնակից են։ Դա էլ պարզ երևում է։ Այդ աստվածավախությունը չկար։ Աննայ Տավանեսյանը առանց գլխաշորի էր սկզբից եկել, հետո այս երկրորդին արդեն գլխաշորով տեսանք։ Բացի այդ բանը դաջվածքներով դպիրները, կեղծ սարկավագները, ատամնաբույժ, մեկը ՔՊ-ի ֆուտբոլիստն է, մեկը չգիտեմ ինչ է ընդհանրապես աշխատում, այս ամեն ինչով այսպես լցնելը, հա,
պարզ է, որ ինչ նպատակ է ընդհանրապես հետապնդում։ Իհարկե Թատրոն էին բեմադրում, ինչ էին անում։ 22 իմաստով կաս, ես ինքս Աստծուն հավատում եմ, ես ինքս քրիստոնյա եմ ինձ համարում, ձգտում եմ լինել քրիստոնյա, ես սրա այս ամեն ինչի հետևում շատ վատ հետևանք եմ տեսնում, հենց հոգևոր իմաստով։ Մենք սրա համար, այս ամեն ինչի համար ինչ որ տեղի ունենում, մենք սրա համար շատ մեծ գին ենք վճարելու։ Ընդհանրապես նույն երբ որ ասում եմ իշխանություններն պետք է հնազանդվեք, նույն աստվածաշնչյան կոնցեպտով իշխանությունները Աստծուց են, այդպես է։ Այո։ Բայց ամեն իշխանավոր Աստծուց։ Բայց իշխանությունները, լավ իշխանությունները տրվում են Աստծուց որպես օրհնություն ժողովրդին, իսկ վատ իշխանությունը տրվում է որպես պատիժ։ Հիմա այս իշխանությունները մեր ժողովրդին իրականում պատիժ են տրված։ Մեր վատ ապրելու, մեր սխալ ապրելու համար։ Գիտեք ինչ, քանի որ այս եկեք ճիշտը խոսենք, էլի, մենք իրականում շատ ենք հեռացել բարոյական նորմերից։ Այո, ցավոք։ Լավ, դուք ինչ լուծում եք տեսնում ընդհանրապես Փաշինյանի եկեղեցու դեմ այս բոլոր գործողություններից հետո, եթե ամփոփենք, հա, իր սկսած ի սկզբանե հենց իշխանության եկած պահից, հա, եկեղեցին հարկելու, ոնց որ դուք նշեցիք, հայտարարությունները տարբեր, որ եթե հոգևորական ես խղամիդը հագել ես ու նմանատիպ լիքը բաներ են ասել, որ պիտի ծնկի գան հոգևոր էլիտաները, այսպիսի հայտարարություններ արի եւ եկավ հասավ մի հանգրվանին, որտեղ գաղտնալսումներից են ինտիմ լկտի ամենաբան վիճակներից, գաղտնալսումներից եւ ձայնագրություններ համացանց գցելուց սկսած ամեն ինչ մենք տեսել ենք եկեղեցու դեմ այս արշավի ամբողջ շրջափուլի ընթացքում։ Լավ, որն է պատիժը լինելու իրավական առումով եւ ընդհանրապես լուծումը այս հարցի դուք ոնց եք տեսնում, որովհետեւ ինձ թվում է էլ վերջ չունի, հերթով այն կկվի ձայքերի նման ամեն հոգևորականի հետևից գնալով, կալանավորելով, այսպես մաս տանելու են եկեղեցու բոլոր հոգևորականներին։ Տեսեք, բնականաբար ինքը ավելի է խորանալու, որտեվ ակնհայտում է, որ սա նույնիսկ կարծում սա իր անձնական ծրագիրը չի։ Սա կոնկրետ ինչ որ մի ծրագիր է, որ ինքը պետք է իրականացնի։ Ինքը ավելի առաջ գնալու, դա վստահ եմ, որ անելու է։ Ինքը կուզենար մարդկանց միջոցով գրոհեր եկեղեցին, որ այդ իշխանության ապացույցը չթողնի, բայց դա չի կարողանում անել, որտեղ այդ մարդկային ռեսուրսը ինքը չունի։ Որտեղ մարդիկ ի վերջո մեր ազգի հիմնական մի մասը մշակութային քրիստոնյաներ են, այսինքն իրենք եկեղեցի գնում են մոն վառելու համար, գնում են կնքելու, բայց խորհուրդների մեծ մասը կարող նաև չգիտակցեն, չի մնան, վերջը։ Ավանդույթի ուժով երբեմն մշակութային քրիստոնյաներ, այդպես պայմանական ասենք, բայց նույնիսկ մշակութային մեր քրիստոնյաները իրանք այդ վախեն ունեն, աստվածավախություն կա մեջները։ Նույնիսկ ինքը սուրբ գիրքը չգիտի, բայց մեկը այդ վախը իր մեջ կա։ Եվ ինքը չի կարող նույնիսկ այդ պայմաններում հասնի այն մակարդակի, որ մարդկանց տանի դեպի մայրաթոր եւ մարդկանց ուժով փորձի ինչ-որ բան անել։ Բայց մի բան վստահ ասում եմ, վեհապար հայրապետը հրաժարական չի ներկայացնելու, պատրաստ է նաեւ նահատակության գնով մինչեւ վերջ մնալու է։ Այսինքն հույս չունենան, որ ասում են։ Ոչ, միակ բան որ կարող են անել իրենք վեհապար հայրապետին, կալանավորեն ինչ-որ շինսու գործով, դրա պատասխանը պետք է տան ու դրա մասնակից լինողների պատասխանը կամ ֆիզիկապես նրան վնասեն։ Ուրիշ տարբերակ չունեն։ Բայց նույնիսկ կալանավորելու դեպքում վեհապար հայրապետը մնալու է վեհապար հայրապետ։ Այո։ Այսինքն այս պայմաններում իրենք ոչինչ չեն կարող անել։ Եվ սրա վնասները, որը մենք ստանալու ենք, մենք հետո ասում եմ տարիներով սրա տակից դուրս չեն գալու։ Իսկ մեր փաստաբանական թիմի խնդիրը գիտեք որն է։ Մենք այս պահին իմանալով որ հանդես դուռը ծեծելու ենք, չեն բացելու, գլուխներս խփելու ենք պատին, մեր գլուխն ենք ջարդելու, բայց միևնույն է, հիմա գնում ենք այդ ամեն ինչը արձանագրելու, այդ անձանց քննիչ, դատախազ, դատավոր, ոստիկան, այդ անձանց մասնակցությունը փաստագրելու, որովհետև գալու է նաև օրենքի առաջ պատասխան տալու ժամանակը։ Եվ հաջորդ իշխանության ժամանակ չի լինելու այնպես, որ միշտ իշխանությունը գալիս է, նույն Նիկոլ Փաշինյանը եկավ եւ իրեն դատած դատավորին թողեց, որովհետեւ այդ դատավորը իրեն լավ լսում ու ծառայում էր, չէ՞։ Այդպես չպետք է լինի։ Պետք է իրոք այս անգամ պետք է այդ վեյթինգը լինի բոլոր տեղերում, բոլոր ոլորտներում։ Եվ բոլորը պետք է պատասխան տան, ով անօրինականություն է գործել։ Որտեվ չի կարելի նման, գիտեք ինչ, արդեն մենք մեր ինքնության դեմ ենք հիմա գործում։ Սա է ցավալի։ Հիմա պատկերացրեք նույն Ադրբեջանում եւ Թուրքիայում նստած, այսպես ասած, պոպկորն եւ կոկա-կոլան դրել են, նայում են մեզ։
Երբ որ մարդը Երբ որ սեփական այստեղ քերակնոջ ու եսի ինչ մակարդակի բան է կարևոր արշավեկը։ բան էլ կա, ես կուզեի սա մասներ խոսեք, նայեք, իրենց որ խոսեք, այս ինչ որ լիբերալ այդ ստանդարտների բանով կարող ասեմ, բայց մենք ճիշտ ենք ասում իրականությանը, բայց նայեք, քո մոր դեմ դու իրավունք չունես դուրս գալ, ինչքան էլ մայրդ սխալ լինի։ Պատկերացեք, մեկը իր մոր հետ կապված խնդիր ունենա, դուրս գա փողոցում ու հրապարակում իր մորը սկսի քննադատել։ Պատահական չեն ասում մայր եկեղեցի, մայր աթոռ։ Այսինքն չգրված բարոյական օրենքներ կան, միանշանակ, տեսեք, որոնք նույնիսկ Աստվածաշնչում մի էսպիսի հետարքիր պատմություն կա ուսանել, երբ որ Նոյը առաջին անգամ գինի է ստանում եւ հարբումը մերկանում է արբած, որդիներից մեկը գալիս տեսնում է, գնում է եղբայրներին պատմում է։ Երկու եղբայրը գալիս են եւ շրջված դեմքներով հակառակ կողմ նայելով շորով ծածկում են իրենց հորը, չեն նայում հոր մերկությունը։ Եվ երբ որ հայրը հետո արդեն մյուս օրը երբ որ արդեն իմանում է պատմություն, այն մի տղայի սերունդը անիծում է, որ իր հոր մերկությունը տեսնում է եւ գնում պատմում է։ Այսինքն սա մեզ համար օրինակ է, որ բաներ կա, հասկանում եք, քո ընտանիքի մերկությունը չպետք է բացես։ Տեսեք, իրական քրիստոնյա վարչապետը տեսնում էր, որ մի հոգեվորական պիրծ արարքի մեջ է։ Այդ տեսանյութը պետք է վերցներ, գնար, նստեր, ներսա ասեր, լսեք, վերացեք ձեր մեջից այս պղծությունը։ Եվ դա ինչ եմ ասում, որովհետև երբ որ դու հոգեվորականի սխալ կողմը հանրության դաշտ ես, դու հանրության նկատմամբ հավատքը ջարդում ես եկեղեցու նկատմամբ։ Դա ավելի մեծ վնաս է տալիս։ Դա չի կարելի, նույն ասենք հայր-մայր հարաբերությունում երեխաների այդ փոխհարաբերությունում իրար հեղինակություն չեն գցում։ Որտեվ երեխան երբ որ ծնողի նկատմամբ հեղինակության վերաբերմունքը փոխվի, վատ մարդ կարող է դառնալ։ Այսինքն իրական սրտացավ վարչապետը իրավունք չուներ նման բաներ։ Իր արածը ցույց է տալիս, որ նա թշնամի է եկեղեցու նկատմամբ, ոչ թե կոնկրետ վեհապար հայրապետի, եկեղեցու նկատմամբ։ Սա շատ կարևոր բան է, որ մենք պետք է գոնե, այսպես ասեմ, զանազանենք լավը բարուց։ Ու եթե իրոք վարչապետը, ինչպես նշեցի վերջին ասուլիսում, ընդունում է Հիսուս Քրիստոսին որպես իր գլխավոր ուսուցիչ եւ շարժվում է հենց այդ ուղղությամբ, ապա պիտի քայլերի հաջորդականությունը բոլորովին այլ լիներ եւ ոչ թե կպած գրառումներով ամեն կերպ հրահանգեր բարձել կաթողիկոսը ունի զավակ թե չունի, չգիտեմ ով ում քերու կնոջ հետ է կամ ընդհանրապես ով է KGB-ի գործակալ եկեղեցում, թե ով KGB-ի գործակալ չէ, ու առհասարակ եթե լյուստրացիայի կողմնակից է, կարող է սկսել նախ եւ առաջ քաղաքական դաշտից իր թիմակիցներից լյուստրացիայի ենթարկել վերացնելը դուսի իր թիմից։ Ես վստահ եմ իր թիմում էլ լուրջ խնդիրներ կա, լսում ենք, կարդում ենք, նայում ենք։ Այդ նույն եթե ասում հանրությանն եմ ես լսում հանրության մեջ այնքան տեսակետներ կան հենց իր թիմակիցների հետ կապված։ Շնորհակալ եմ պարոն Զոհրաբյան այսօրվա զրույցի համար։ Սիրելի հետևորդներ, ես հիշեցնեմ, որ իմ հյուրը փաստաբան, նաև սրբազանների գործով պաշտպան Արա Զոհրաբյանն էր։ Դուք խնդրում եմ բաժանորդագրվեք մեր ալիքին եւ Patreon-ին։ Շնորհակալություն, որ դիտում եք, կհանդիպենք մյուս շաբաթ։ Ցտեսություն։